2024-2025 թվականներին կազմակերպված Team 4 ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել։ Այս մասին Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը ներկայացնելով ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության մասին հաղորդումը։ Հովհակիմյանի խոսքով նշված ժամանակահատվածում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների 4 ընտրություն, մեկը մեծամասնական, 3-ը համամասնական ընտրակարգով։ Նա ընդգծել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ռազմավարությամբ 2025 թվականից առաջնահերթություն է տրվելու ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանը, տեխնոլոգիական զարգացմանը, նաեւ ընտրողների իրազեկմանն ու ընտրական հանձնաժողովի կարողությունների ամրապնդմանը։ 10 մարզերում մենք ծրագրում ենք ունենալ նստավայրեր եւ կարող եմ ասել, որ միջազգային գործընկերների կողմից մենք ստացել ենք այլևս, այսպես ենք, դրական արձագանք եւ ազգային ժողովի ընտրություններից հետո արդեն նախաձեռնելու ենք այդ 10 նստավայրերի ձևավորումը։ Յուրաքանչյուր մարզ կենտրոնում մեկ նստավայր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում 300 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից կապահովի քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացի հեռարձակումը։ Նա նաև պարզաբանել է, որ արտերկրում բնակվող եւ ընտրություններին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկության օրը պետք է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ընտրողների թիվն է հրապարակվել, ընտրողների թիվը նախորդ 21 թվականին 2.584 կամ 86 հազար է եղել։ Այս, որ առաջի թիվը, որ ընտրությունը նշանակվելուց հետո հրապարակվեց, 2.489 հազար է։ Պլյուսով այնտեղ, այո։ Ինչով է պայմանավորված այս նվազումը։ Հարգելի գործընկերներ, 22 թվականից, երբ որ ուժի մեջ է մտել ընտրական օրենսգրքի 21 թվականի փոփոխությունները, իսկ 21 թվականի փոփոխություններով, այսինքն այդ փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան, ըստ էության ընտրական ցուցակում չեն ընդգրկվում 6 ամիս եւ ավել ընտրությունների նախորդող, այսինքն շրջան 6 ամիս եւ ավել վավեր փաստաթուղթ չունեցող անձանց տվյալներ, այսինքն իրենք մնում են բնակչության պետական ռեգիստրում, բայց ընտրական ցուցակում, եթե 6 ամիս եւ ավել, այսինքն անձանց հաստատող փաստաթղթի վավերականությունը 6 ամսից ավել անցել է, ինքը ուղղակի ընտրական ցուցակում չի ընդգրկվում։ Եվ 22 թվականին այդ ժամանակ, երբ որ այս կարգավորումը ուժի մեջ մտավ, ըստ էության այդ ժամանակ արդեն ընդհանուր ընտրողների թիվը կարող եմ ասել մոտ 100-ից 200 հազարով նվազել է։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատժամիջոցները։ Սարգսյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, նշելով, որ 2022 թվականին գրանցվել է 1707, 2023 թվականին 4556, 2024 թվականին 3485, իսկ 2025 թվականին 4172 դեպք։ Նախագծով առաջարկվում է ծանրացնող հանգամանք սահմանել հանցանքը տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով, այդ թվում տելեգրամյան ալիքներով կատարելու համար։ Նաև խստացնել պատիժները անչափահասների անօգնական վիճակում գտնվող անձանց ներգրավմամբ, խմբով կամ խոշոր չափերով կատարելու դեպքերում։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ միայն պատժամիջոցների խստացմամբ խնդիրը չի լուծվում, թեև այս փուլում ինքը կողմ է նախագծի ընդունմանը։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն էլ պարզաբանել է, որ կառավարությունը դեմ չէ բոլոր խստացումներին, այլ առաջարկում է ավելի համաչափ կարգավորումներ։ Արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։